Ինչի ես այդ տոնով հարցնում։ Երևի նոր է խոսացել այդ մարդկանց հետ ու նոր են որոշել, թե որտեղ ենք հանդիպելու։ Ես ինչ իմանամ։ Լավ չէր կարա մարդավարի զանգեր, հա։ Ես ինչ մեյմունություն է։ Չեմ հասկանում, Գասպար։ Եթե զանգով ասեր, վրաց չէր ազդի։ Խնդիրը SMS-ն է։ Գասպար, ես հասկանում եմ, որ դուրդ չի գալիս, որ ես ժամին եմ գնում հանդիպան, բայց ինչ կարող եմ անել։ Այդ արտասահմանցիներն են մեղավոր, նրանք են որոշել, որ ես ժամին ենք հանդիպելու։ Մինչև հիմա սենց բան չի եղել, չէ՞։ Լավ։ Գնամ, որ վերջացնես կզանգես։ Գասպար, ինձ նայ։ Դեռ ջղայնանում ես։ Չէ, գնամ։ Ամեն ինչ կարամ, որ շուտ վերջացնեմ։ Կիսատ կթարգմանեմ։ Ինչքան։ Դե տենց մի 100 հոգի էլի մոն։ Այդքան շատ։ Մոն 100-ի շատը որն է։ Ես մտածում եմ, որ մի 50-ից 60 հոգի մեր կողմից կլինի, դե մի տես 40-ը ձեր։ Դե նախ մենք այդքան բարեկամներ չունենք, եւ հետո։ Ինչ է հետո։ Վիկին, նենց չեմ ուզում մեծ աղմկոտ հարսանիք։ Ուզում եմ ընդամենը ամենահարազատներով հավաքվենք ու ուրախանանք։ Մոն ես հենց այդտենց էլ մտածել եմ։ Ես հրավիրում եմ իմ ամենամոտ մարդկանց, հարազատներից, բարեկամներից, որոնք պարտադիր ուզում եմ ներկա լինեն մեր ուրախությանը։ Դե դա արդեն մի 30 հոգի լինում է։ Հետո ընկերներից, գործընկերներից, ես չեմ կարող իրանց չհրավիրել, մենք միասին աշխատում ենք։ Մի քանի հոգի էլ կողքից, դա մի 50 հոգի լինում է։ Հասկացի, չեմ կարող, մոն, կուլտուրայի հարց է։ Վիգեն, ախր եթե որոշում ենք մեծ հարսանիք չանել, ուրեմն կուլտուրայի մասին մտածել պետք չի։ Ուղղակի պետք է հայտարարել, որ մենք մեծ հարսանիք չենք անում ու ոչ մեկ մեզանից չի նեղանա։ Մոնը տենց ոնց կլինի։ Ես չեմ կարող, հասկանում ես, մի մորքուրիս աղջկան կանչեմ, այն մյուսին չկանչեմ։ Կամ այն մի ընկերոջս կանչեմ, այն մյուսին չկանչեմ։ Այդպես չի լինի, դու շատ լավ հասկանում ես, որ չի լինի։ Դու ուղղակի ուզում ես աղմուկ անես, ուզում ես բոլորին ցույց տաս։ Ինչ եմ ուզում ցույց տամ։ Որ երջանիկ եմ։ Հա, ուզում եմ, մոն։ Իսկ դու չէ։ Մոն, դու չես ուզում։ Ես ուղղակի ուզում եմ, որ այդ օրը իմը լինի, հասկանում ես, միայն իմը, ոչ թե ուրիշներինը։ Հատկապես, որ ես իրենց ընդհանրապես չեմ էլ ճանաչում։ Մոն, հարսանիքը հենց դրա համար է, որ ճանաչես։ Լավ, արի վերջացնենք այս անիմաստ խոսակցությունը։ Դու միևնույն է արդեն ամեն ինչ որոշել ես, արա նենց ոնց որ ճիշտ ես գտնում։ Ես քեզ չեմ կարող հակառակը համոզեմ։ Սերիալի գլխավոր հովանավորն է իդեալ համակարգը, ձեռք բերեք